Ուղևորության երկրորդ առավոտը դիմավորում ենք, ինչպես թուրքերն են ասում, Չամքար լեռան ստորոտում։ Գիշերը կայանել էինք համանուն հյուրանոցում։ Չամքար։ Չամը հավանաբար ձեզ ծանոթ է, հայերն էլ են այն երբեմն օգտագործում, փայտի տեսակ է, չամ տեսակը։ Իսկ դա հայերեն սոճին է։ Այս սարը ամբողջությամբ պատված է սոճիներով։ Չամքար նշանակում է սոճիների քար կամ սոճիների սար։ Սոճիների սարը կամ Չամքարը գտնվում է պատմությունից մեզ քաչ հայտնի Սարիղամիշ փոքրիկ քաղաքից քիչ հեռու։ Հնում Եղեգնուտ կոչված գյուղաքաղաքը այժմ ոչինչով մեզ համար հետաքրքիր չէ, փոքրիկ գավառական բնակավայր, ժամանակակից տիպային շինություններով։ Այդ պատճառով էլ նույնիսկ չկամեցանք այնտեղ մեկնելու համար ժամանակ ծախսել։ Իսկ այս տեղանքն այժմ հայտնի է որպես ձմեռային մարզաձևերի, մասնավորապես լեռնադահուկային սպորտի կենտրոն։ Թուրքական դրոշով շեշտված լեռան գագաթից սկսվող դահուկային ուղին, ճոպանուղին ու հյուրանոցի հարևանությամբ կանգնեցված դահուկորդու ու արձանը դրա ապացույցն են։ Իսկ թե որքան գեղեցիկ ու հաճելի կլինի այստեղ ձմռանը, երբ 4 բոլորը կպատվի ձյան հաստ ու ճերմակ շերտով, կարելի է պատկերացնել։ Մեր այցելության օրերին բնականաբար այստեղ մարդաշատ չէր, ու սքանչելի տեսարանին այսքան համահունչ լռությունը խախտվում էր միայն հեռվից լսվող ծառահատ սղոցների թույլ բզզոցով։ Սա էլ վերջինիս արդյունքը։ Պատմությունից հայտնի է, որ դեռ շատ հնում մերոնք փայտանյութը Արաքսով հասցրել են մինչև Արտաշատ և Դվին մայրաքաղաքներ։ Խեժատու ծառերով հարուստ այս անտառները, ընդհանուր առմամբ անտառներով աղքատ ամբողջ Հայաստանի համար իրոք եզակի էին։ Սրանք են դարերով ապահովել հայերի փայտամշակման արհեստների զարգացումը։ Եթե դուք հիմա էլ գնաք օրինակ Գյումրի ու գտնեք հին կառույցներ, հին տներ, որոնք ունեն փառահեղ դռներ, պատուհաններ, ու գտնեք որևէ գիտակ մարդու, նրանք ձեզ կասեն, որ այդ դռներն ու պատուհանները պատրաստված են հենց Սուրմալուի չամ փայտից։ Չամը կամ սոճին, ինչպես մենք ենք ասում, բավականին դիմացկուն ու երկարակյաց փայտ է, ու թուրքերը այն արտահանում են։ Չամքարը նշեցի, որ լեռնադահուկային սպորտի ձմեռային մարզաձևերի խոշոր կենտրոն է։ Առհասարակ այստեղ ձմեռները սաստիկ են լինում։ Իսկ դրա հետ կապված մենք պատմություն իհարկե հիշում ենք առաջին աշխարհամարտից։ Նախ նշենք, որ մինչև առաջին համաշխարհային պատերազմը Սարիղամիշը գտնվում էր Ռուսաստանի կազմում կամ գուցե ճիշտ կլինի ասել Ռուսահայաստանի տարածքում։ Այն Կարսի մարզի հետ Ռուսաստանին էր անցել 1878 թվականի նախ Սան Ստեֆանոյի պայմանագրով, ապա հաստատվել Բեռլինի դաշնագրով։ Ու բնականաբար առաջին իսկ առիթի դեպքում թուրքերը պիտի փորձեին հետ նվաճել կորցրածը։ Թուրքերը կարևորում են ոչ միայն իրենց հաղթանակները, նաև պարտությունները։ Այո, Սարիղամիշը, որ հնում Եղեգնուտ է կոչվել, եւ նրան հարակից տարածքները ուղղակիորեն կապված են առաջին աշխարհամարտի հետ, որն ինչպես հիշում եք բռնկվեց 1914 թվականի օգոստոսի 1-ին։ Ռազմական գործողություններ Կովկասյան ճակատում ծավալվեցին հոկտեմբեր ամսին։ Առանցքը պատերազմի անցնում էր հայկական լեռնաշխարհի կենտրոնով, մի կողմում արևելյան Հայաստանն էր, մյուսում արևմտյանը։ 1914 թվականի վերջերին թուրքերը հասել էին Սարիղամիշ, ու այս կողմերում է տեղի ունենում գլխավոր ճակատամարտը։ Ռուսական զինուժի դիմաց կանգնած էր թուրքական երրորդ բանակը, բաղկացած 9-րդ, 10-րդ և 11-րդ կորպուսներից, 3 հեծյալ դիվիզիաներից, որից 2-ը քրդական, միջագետքից ժամանած ևս 2 առանձին հետևակային դիվիզիաներից, ընդհանուր առմամբ 90,000 մարդ։
Այս հսկայական ուժից էլ սարսափահար ռուսական զորքերի հրամանատար գեներալ Միշլաևսկին հեռացել էր Կաղզվան ու այնտեղից գեներալ Օգանովսկուն հեռագրով հրահանգել, առանց մարտի թողնել Սարիղամիշն ու նահանջել։ Օգանովսկին, որն ի դեպ ազգությամբ հայ էր, քաջություն ունեցավ ուղղակի չկատարել հրամանը եւ փորձեց կանգնեցնել թուրքական գրոհը։ Եվ այստեղ օգնության հասավ բնությունը։ Սարսափելի ցուրտը օգնեց ռուսներին հաղթել։ Թուրքերը, տալով մեծականակ զոհեր, սկսեցին անկազմակերպ նահանջել։ Կինոխցիկը, որն այդ տարիներին թեև քիչ էր պատահում, այնուամենայնիվ պատմությանը թողել է նաև այս բացառիկ կադրերը։ Ինչպես նշվում է, Թուրքիայում գերմանական ռազմական միսիայի ղեկավար գեներալ Լիման ֆոն Սանդերսը թուրքական 90,000-նոց երրորդ բանակից փրկվեցին միայն 12,000-ը, մնացածները կամ սպանվեցին կամ գերի ընկան։ Ռուսների կորուստը այդ ճակատամարտում կազմել է 29,000։ Ընդ որում, նա այսպես է արտահայտվում Էնվերի մասին, չափազանց բացասական։ Այդ ծանր պարտության պատմությունն ուղղակի գաղտնի պահվեց, մասնակիցներին խստագույնս արգելվեց խոսել այդ մասին, իսկ չենթարկողներին ձերբակալում ու պատժում էին։ Էնվերը նույնպես մի կերպ փրկվում է, ի դեպ ասում են, որ նրան փրկողը ազգությամբ հայ է եղել։ Թե ինչպես երախտապարտ եղավ Էնվերը հայերին հայտնի է։ Ասվածին ավելացնենք, որ հաղթանակի դեպքում թուրքական բանակն առանց լուրջ խոչընդոտների կարող էր հայտնվել Անդրկովկասում, առաջին հերթին Հայաստանում, ինչը կնշանակեր բնակչության ֆիզիկական բնաջնջում թալան ավերածություններ։ Բարեբախտաբար Սարիղամիշի 1914-ի դեկտեմբերի 23-ից 1915-ի հունվարի 5-ը տևած մարտական գործողություններում հաղթանակը ռուսական բանակի կողմն էր։ Այս հուշարձանը, որ էլի Սարիղամիշի մոտերքում է, թուրքերը կանգնեցրել են ի նշանավորումն այդ ճակատամարտի։ Հուշարձանախմբի գլխավոր կոթողը սա է, որ իսկապես բնորոշում է վիրավոր, հոգնած, սառած, նահանջող զինվորների, իսկ այս մեկում արդեն հաղթանակած թուրք ազգյարն է։ Պատվանդանին հայրենիքի ու պատվի մասին բանաստեղծություն։ Հրաժեշտ տալով Սարիղամիշին ու գավառակի հարուստ բնությանը շարժվում ենք դեպի Սուրմալուի գավառ, դեպի հարավ-արևելք ենք գնում, ու մեր ճանապարհի ուղեկիցը մի երկար ժամանակ լինելու է հայոց մայր գետը, Արաքսը։ Բնականաբար կանգ ենք առնում։ Որ մի հայը չի ցանկանա լուսանկարվել այստեղ, որ մի հայը, մեծ կամ փոքր, չի ուզենա դիպչել գետի ջրերին, չէ որ տասնամյակներ շարունակ Արաքսը մեզ համար եղել է մի տեսակ անհասանելի ու անձեռնմխելի։ Հուզիչ է։ Այո, բայց հուզախառն մտքերն ու փաստացի պատմությունը հիշեցնում են կրկին առաջին աշխարհամարտի անցուդարձը։ 1917-ին ռուսների ու թուրքերի միջև զինադադար էր կնքվել։ Մի պահ պատերազմել չէին ուզում ոչ հեղափոխությունների գիրկն ընկած ռուսական զորքերը, ոչ պատերազմից հոգնած թուրքերը։ Այդ պահին Սուրմալուի գավառը, ինչպես եւ հայկական շատ բնակավայրեր, գտնվում էին Անդրկովկասյան կոմիսարիատի տնօրինած տարածքում։ Արաքսի պատկանելիությունն էլ վիճարկելի չէր։ Հայոց մայր գետն է Արաքսը, սակայն գեղարվեստական մասը թողնում ենք։ 1918 թվականի հունվարին թուրքերը խախտում են Երզնկայի զինադադարը ու առաջանում։ Կարճ ժամանակում գրավում թե Երզնկան, ինչպես նաև Տրապիզոնը, Էրզրումը։ Նույն 18 թվականի փետրվարի 18-ին կնքվում է Բրեզլիտովսկի տխրահարճակ պայմանագիրը, որով խորհրդային Ռուսաստանը թուրքերին էր հանձնում Բաթումը, Արդահանը, Կարսի մարզը, Սուրմալուն, առասարակ այս տարածքները։ Թուրքերը առաջ են շարժվում։ Ապրիլի 25-ին գրավում են Կարսը, մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը։ Թեժ կռիվներ են ծավալվում հենց Սուրմալուի գավառում, այս կողմերում մի խոսքով։ Հատկապես հիշատակենք Դրաստամատ Կանայանի գլխավորած հայկական ուժերի ուժեղ կռիվները, մերոնք դիմադրում են, բայց հաշվի առնելով ուժերի անհամաչափությունը,
Երևանի ու Արարատյան դաշտի պաշտպանությունը գլխավորած գեներալ Սիլիկյանը հրամայում է մայիսի 19-ին թողնել Սարիղամիջը։ Մերոնք հեռանում են Սուրմալուից, պայթեցնում են Արաքսի վրա գտնվող երկու կամուրջները եւ գալիս Արարատյան դաշտ։ Վարարած Արաքսը այդ օրերին մեզ պաշտպանում է թշնամու գետանցումից։ Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակներից ու Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո հունիսի 4-ին կնքվում է Բաթումի պայմանագիրը, որով Թուրքիային անցած տարածքների թվում էին նաև Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը։ Հետո ինչպես ցույց կտա ժամանակը, նշված տարածքների մի մասը կմիանա Հայաստանի Հանրապետությանը, ինչը հնարավոր դարձավ առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից եւ 1918-ի հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքված պայմանագրից հետո։ 1919-ի ապրիլի վերջին հայկական զորքերն ու քաղաքացիական իշխանությունները մտան Կարս։ Մայիսի 2-ին հայերին անցավ Արփաչայի Սարիղամիջ երկաթգիծը, մայիսի 9-ին Մերդենեկը, 4 օր անց Օլթին ու Կաղզվանը։ Խոսքն ահա այս տարածքների մասին է։ Տեղահանված հայությունը վերադարձավ վերաշինելու ավերված տները, շենացնելու ավերակ բնակավայրերը, ծաղկեցնելու արտերն ու այգիները։ Համաձայն վիճակագրության մինչև հուլիս տուն է վերադառնում շուրջ 300,000 գաղթական։ Այս թվերը հատուկ եմ նշում, որպեսզի համեմատենք ներկայումս չասենք անմարդաբնակ, բայց սակավ բնակեցված թուրքաքրդական տարածքների հետ։ Որևէ բնակավայր, թեկուզ փոքր, բայց պարտադիր մզկիթ մինարեթով կգտնես տասնյակ կիլոմետրեր անցնելուց հետո։ Դե ինչ հասանք Իգդիր քաղաք, նկարիչ Իսաբեկյանի, Դրոյի, Դրաստամատ Կանայանի, Ավետիս Աղարոնյանի հայրենիքն է։ Իգդիր քաղաք, Սուրմալուի սիրտը։ Հիմա այն մոտավորապես 70,000 բնակչություն ունի։ Ու ընդհանուր առմամբ պիտի նմանվեր իհարկե Արտաշատին, Արմավիրին, ինչպես Արարատյան դաշտի բոլոր քաղաքներն են։ Սակայն սա ոչնչով չի հիշեցնում հայությանն ու հայերին։ Տիպիկ արևելյան քաղաք է, հիմնականում ապրում են քրդեր, հատկապես շատ են նաև ադրբեջանցիները, քանի որ Նախիջևանը հարևանությամբ է գտնվում։ Արևելյան քաղաք իր մզկիթներով, մինարետներով, իր սայլակներով, իր մարդկանցով։ Հայությունը այստեղ կարծես թե հետք չի թողել, կամ էլ բոլոր հետքերը ջնջվել են։ Իդեպ, Իգդիրը միակ քաղաքն էր, ուր մենք չկարողացանք ըստ հարկի նկարահանումներ կատարել։ Ոստիկանության արգելքի ու հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ ունեցած երկարատև զրույցի մասին չպատմեմ։ Իգդիրը Հայաստանի մայրաքաղաք Երևանից ընդամենը 40 կիլոմետր է հեռու, միջնադարում կոչվել է Ցոլակերտ։ Իր շրջակայքով Կողբի հետ կազմել մեծ հայքի Այրարատյան աշխարհի ճակատք գավառը։ Հայաստանի 1555 թվականի բաժանմամբ Ցոլակերտը անցել էր Պարսկաստանին եւ մինչեւ 1828-ը մնացել նրա կազմում։ Թուրքմենչայի պայմանագրով հանձնվել է ռուսական կայսրությանը, եղել Երևանի նահանգի Սուրմալուի գավառի կենտրոնը։ Իդեպ, Սուրմալուն ոչ թուրքական բառ է, ոչ անգամ պարսկական, այն Սուրմարի, Սուրբ Մարի բառազույգի աղավաղված ձևն է, որը եղել է Բագրատունիների բերդաքաղաքներից մեկը։ Իգդիր քաղաքից եւ առասարակ Սուրմալուի գավառից հայերը հեռացան 1920 թվականի աշնանը։ Հիշում եք, սեպտեմբերին սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը ճակատագրական դարձավ Հայաստանի առաջին հանրապետության համար։ Մենք բոլոր ճակատներում տանուլ տվեցինք բացի Սուրմալուի ճակատից։ Հերոսություն, սխրանք, քաջություն, այսպես կարելի է բնութագրել մերոնց կռիվը Սուրմալուում։ Հայկական ուժերը գլխավորում էր հենց Դրաստամատ Կանայանը, ով Իգդիր քաղաքից էր ծնունդով։ Չլիներ այդ հերոսական կռիվը, թուրքերը միանգամից այս կողմից կներխուժեին Երևան։ Ցավալին այն է, որ 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Իգդիրը եւ ամբողջ Սուրմալուի գավառը, որ երբեք չէին պատկանել թուրքերին, անցնում են Թուրքիային։
Հազարավոր հեկտարներով բարեբեր հողեր, գյուղեր, քաղաքներ, լեռներ, անտառներ ու ձորեր մնացին սահմանից այն կողմ։ Այս տարածքներում հիմա հայեր չեն ապրում։ Հայերը գալիս են միայն զբոսաշրջիկի կարգավիճակով, գալիս են տեսնելու, կարոտելու, տխրելու, երազելու։ Իգդիրում մենք էլ կարծես այլևս անելիք չունենք, իսկապես մի քիչ զայրացած ու մի քիչ էլ տխրած շտապում ենք հեռանալ։ Իգդիրն այսքան մոտ ու այսքան օտարացած ծանր տպավորություն է թողնում, սակայն քաղաքի վերջնամասում մի հուշարձան կա, որի մոտ արժե մի պահ կանգ առնել, հենց այնպես նայելու համար։ Հուշարձանախումբը պայմանականորեն երկու մասից է։ Առաջինը, որ մոտ է ճանապարհին, Նոյյան տապանն է, ավելի ճիշտ տապանի մանրակերտը։ Պարզ է, թուրքերն աչուձախ բոլոր մակարդակներում հայտարարում են, որ մարդկության փրկությունը հենց Թուրքիայում է տեղի ունեցել։ Թե ինչքանով բիբլիական Արարատը կապ ունի ընդամենը 5 դար առաջ մեր կողմերում հայտնված քոչվորների հետ, չմեկնաբանենք։ Հիմա մյուս կոթողին նայեք։ Յաթաղաններ են, ու այս յաթաղաններով կառուցված հուշարձանը նվիրվում է առաջին աշխարհամարտում հայերի կողմից իրականացրած ցեղասպանության անմեղ թուրք նահատակների հիշատակին։ Պատկերացնում եք։ Կարդում եմ այս նախադասությունն ու զարմանում ոչ այն է ասածից, ոչ այն է հուշարձանը կառուցողների վրա։ Վերջ, գնում ենք, բարձրանում լեռը։ Արարատ լեռան վրա ենք, ծովի մակերույթից մոտավորապես 2200-2500 մետր բարձրության վրա։ Հիմա այստեղ տեր ու տնօրեն են քրդերը։ Առհասարակ հայոց ցեղասպանությունից ու առաջին աշխարհամարտի ավարտից հետո Արևմտյան Հայաստանում գերակշռող տարր կազմեցին հենց քրդերը։ Փարիզի խաղաղության վեհաժողովը, որը քննում էր աշխարհի հետագա կարգը, անկախ պետություն ունենալու հույսեր տվեց նաև քրդերին։ Իրադրությունը փոխվեց քեմալականների հաղթանակից, մանավանդ հանրապետության հռչակումից հետո։ Աթաթուրքը որոշել էր 100,000 թուրքերի այլ շրջաններից տեղափոխել հենց այս կողմերը, ինչին քրդերը պատասխանեցին ապստամբությամբ, որը պատմության մեջ մտել է Արարատի ապստամբություն անունով։ Քրդերը զենքի դիմելուն զուգընթաց փորձում էին նաև ինքնակազմակերպվել, որի համար 1927-ի աշնանը քրդերի ազգային համագումարում ստեղծում են Հոյպում քաղաքական կազմակերպությունը, որի ընդունած հայտարարության 4-րդ կետում ասվում էր. համագումարը կհայտարարե, որ Հայաստանն ու Քրդստանը, ուր դարեր ապրած են այս երկու ժողովուրդները, կմերժեն ենթարկվել որևէ օտար իշխանության, ձգտելով իրենց անկախության։ Հոյպունի ու հայ հեղափոխական դաշնակցության միջև նույն տարվա հոկտեմբերի 29-ին ստորագրվում է համագործակցության համաձայնագիր։ Հայաստանի եւ Քրդստանի սահմանազատումը համաձայն Բեյրութում կնքված դաշնագրի թողնվում էր հետագային, թեև սահմանվում էին սկզբունքները։ Մինչև անկախ Քրդստանի եւ անկախ Հայաստանի ստեղծումը կողմերը հանձն էին առնում օգնել մեկ-մեկու բոլոր միջոցներով եւ զիրենք կնկատեն պատերազմական վիճակի մեջ Թուրքիո հանդեպ։ Հոյդան ապստամբ քրդերին է միացնում իր զինական ուժերը, հայթայթում զենք, զինամթերք, տրամական միջոցներ։ Հոյպունի կենտկոմում ուներ մշտական ներկայացուցիչ։ Կազմակերպական մեծածավալ աշխատանքից հետո 1930 թվականին սկսված երկրորդ առավել հզոր ապստամբությունն ուներ 3 ղեկավար, որոնցից մեկը Զիլան բեն էր, ով իրականում հայ էր, խնուսցի, դաշնակցական, անունն Արտաշես էր, ազգանունը Մուրադյան։ Այս անգամ ապստամբները միայնակ չէին, միացել էին Աբաղայի, Բերկրիի, Զիլանի, Մանազկերտի քրդերը։ Վանում մարտիկներին հաջողվել էր գրավել Արջեշը, կռիվները հասել էին Կոթուր։ Ապստամբությունն այնքան էր ծավալվել, որ արդեն լուրջ վտանգ էր ներկայացնում թուրքական պետության համար։ Իշխանությունները ապստամբների դեմ հանում են 100,000-անոց զորք, զինտեխնիկա, ծանր հրետանի, նաև ինքնաթիռներ։ Հայտնի է, որ ապստամբության ընթացքում քուրդ զինյալները 7 ռազմական ինքնաթիռ են կործանել։ Իրադրությունը սակայն փոխվում է, երբ ռազմամթերքը վերջանում է ու զինյալները, ապստամբները կամաց-կամաց նահանջում են ու գալիս դարձյալ ծվարում Արարատ լեռան ծերպերում։ Ապստամբությունը ճնշվում է, նաև շնորհիվ այն բանի, որ թուրք իշխանությունները դիմում են խորհրդային միությանը։ Խորհրդային զորքերը քանիցս անցնում են Արաքսը ու հարվածներ հասցնում ապստամբական խմբերին։
Ապստամբությունից հետո շատ ապստամբներ հեռանում են Արաքսով դեպի Պարսկաստան, մնացածը դարձյալ մնում այս կողմերում Արարատի փեշերի տակ։ Նոր ապստամբությունը արդեն 37 թվականին է, որը կոչվում է Դերսիմի ապստամբություն։ Դրան մենք կանդրադառնանք ավելի ուշ, երբ շրջագայությունը մեզ կհասցնի Դերսիմ քաղաք։ Իսկ հիմա որպես իսկական հայ զբոսաշրջիկներ Մասիսի լանջին մի փոքր ընդմիջում կանենք, կփորձենք քոչարի պարել։ Քրդերին կոնֆետ ու ծխախոտ կտանք, վերևից կզմայլվենք Արարատյան դաշտով ու տպավորությունները պատմության հուշերին խառնած կբռնենք վայրեջքի ճամփան։ Դեպի հարավ-արևմուտք, դեպի իսկական արևմտյան Հայաստան ենք գնում։ Չէ՞ որ այն ինչ տեսել էինք Կարս, Սարիղամիշ, Իգդիր, Մասիս Սար, մեծ հաշվով արևելյան Հայաստանի տարածքում են։ Հետո ինչ որ սահմանն Արաքսով է անցնում։ Արևմուտքից, արևմտյան Հայաստանից Արարատ լեռը ամենից լավ երևում է, ասում են այստեղից։ Հին Բայազետն է, կամ ուղակի Բայազետը։ Ասում եմ հին, որովհետև բայազետցիները 1828-1829 թվականների գաղթից հետո հիմնականում տեղափոխվեցին արևելյան Հայաստան ու Սևանա լճին մերձակա Գավառ ավանում բնակություն հաստատելով այն կոչեցին Նոր Բայազետ։ Բայազետը Էրզրումի նահանգի Բայազետ գավառի կենտրոնն էր։ Հնում այն կոչվել է նաև Դարոյինք, Բաբոյինք, իսկ 15-րդ դարից սկսած նաև Բայազիդ, Պայազետ եւ այլն, ինչը թուրքերը կապում են Սուլթան Բայազետի հետ։ Տեղավորված է ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա, գեղատեսիլ վայրում, շրջապատված նույնքան գեղատեսիլ, բայց մերկ ու ժայռոտ լեռներով։ Բայազետում առանձնանում է հինավուրց բերդը, որի մասին գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. հանդուկն եւ հրաշակերտ մի շինվածք է այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու։ Սա բուն հին Դարոյինք բերդն է, որ ժամանակին եղել է Բագրատունի իշխանների ոստանը։ Դեռևս 4-րդ դարում այն մեծ հայքի հայտնի բերդերից էր, 17-րդ դարավերջին վերաշինել եւ ամրացրել է թուրք փաշաների ծիսախը։ Նման ամրության բնակավայրը բնականաբար կարևոր ռազմավարական նշանակություն ուներ։ Ռուս-թուրքական 1828-29 թվականների պատերազմի ընթացքում Բայազետը, որն ունեցել է մոտ 10,000 բնակիչ, ընդ որում մեծ մասը հայեր, հիմնականում ավերվել է։ Շատ հայեր, ինչպես նշվեց, գաղթել են, որովհետև հային ու Հայաստանը ազատագրող ռուսները այն կրկին վերադարձրել են թուրքերին։ Ընդհանուր առմամբ մոտ 1 դարի ընթացքում Բայազետը, ինչպես եւ շատ այլ հայկական բնակավայրեր, մի քանի անգամ գրավվել, ապա թողնվել է ռուսների կողմից։ Սակայն մի պահ կանգ առնենք 1877 թվականի վրա։ Ինչպես եւ նախորդ անգամները, պատերազմը երկու տերությունների միջև ընթանում էր երկու ճակատներով՝ Բալկանյան եւ Կովկասյան։ Կովկասյան կորպուսը գլխավորում էր գեներալ-ադյուտանտ Միքայել Լորիս Մելիքովը։ Նրա կորպուսի կազմում էր գործում գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի երևանյան զորաճոկատը, որն աչքի ընկավ Դիադինի Ալաշկերտի Բայազետի գրավման ժամանակ։ Ընդհանուր առմամբ այդ կռվում 108 մարտական միավորումներում ընդգրկված է եղել մինչև 42,000 հայ կամավոր ու 500 հայ սպա։ Բայազետում ու Բայազետի դաշտում դեպքերը ռուսների համար անկանխատեսելի ընթացք են ստանում։ Բերդը գրավելուց հետո ռուսները այնտեղ թողնում են ընդամենը 1 կայազոր եւ հեռանում այս ուղղությամբ։ Դրանից հետո թուրքական զորքը եւ քուրդ հրոսակները գալիս ու պաշարում են Բերդը։ Պաշարումը տևում է հունիսի 6-ից 29-ը, վիճակը ծայրահեղ ծանր էր։ Ու այստեղ է, որ պիտի հիշենք Ռաֆու Խենթի հերոս Վարդանի նախատիպ Սամսոն Տեր-Պողոսյանին։
Նա հագնում է քրդի շորեր եւ խենթ ձևանալով անցնում է զորքի ու քրդերի միջով, հասնում Տեր-Ղուկասովին լուրը հասցնում նրան։ Վերջինս վերադառնում է եւ կազմակերպում նահանջը։ Քաղաքում մնում է ընդամենը 18 ծուխ հայ։ 1878 թվականի Բեռլինի պայմանագրով Բայազետը կրկին տրվում է թուրքերին։ Հետագայում որոշ բայազետցիներ վերադառնում են։ Հայտնի է, որ 1909 թվականին Բայազետի մոտ 1000 տներից 350-ը հայեր էին, հիմնականում Ավդիգյոր կոչվող թաղում։ Ասում են, քաղաքի շուկայի մոտ 200 խանութների ու կրպակների մեծ մասը հայերին էր պատկանում։ Գործում էր երկսեռ Արամյան վարժարանը։ 1914 թվականի տվյալներով 5000 բնակչից 2000-ն էին հայ, մնացածը թուրք ու քուրդ։ Գործել է երկու հայկական եկեղեցի՝ Սուրբ Կարապետ եւ Սուրբ Վարդան, եւս երկու եկեղեցի եղել են ավերակ վիճակում։ Բայազետում է գտնվել նաեւ Բագրատունիների տոհմական դամբարանը։ Բերդից քիչ ներքև Պարսպապատ դարավանդի վրա է Կարմիր քարից վեհաշուկ պալատը, որը 18-րդ դարավերջի Մահմուդ Փաշայի պատվերով կառուցել է մի հայ ճարտարապետ։ Սյունազարդ մարմարե դալիճներով պալատը ժամանակին համարվել է թուրքական կայսրության ամենանշանավոր կառույցներից մեկը։ Ռուսական զորքերը քաղաքը գրավում են 1914-ին ու մինչև 1918 թվականի գարուն այն ռուսների ձեռքում էր։ Սակայն Կովկասյան ճակատի քայքայումից ու թուրքական զորքերի առաջխաղացումից հետո այն կրկին անցնում է թուրքերին։ Հայոց ցեղասպանությունից փրկված սակավաթիվ հայերը թողնում են հայրենի տունն ու հեռանում։ Ներկայումս Դուղու Բայազետ կոչվող հին Բայազետին առանց հայերի մնացած Բագրատունիների ոստան դարույնքին հրաժեշտ տալով շարունակում ենք մեր ճամփան։ Բերկրի գետի վրա գտնվող նշանավոր ջրվեժի մոտ ենք։ Բերկրիի ջրվեժն է, որը իմ կարծիքով հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է։ Բերկրի գետի վրա է գտնվել քիչ ներքև նաև հնագույն բերդաքաղաք Բերկրի անունով։ Այնտեղ ժամանակին հնագետները գտել են մի արձանագրություն, որտեղ Ուրարտական կամ Արարատյան Մենուա արքան նշում էր, որ ինքը արքան ջրանցքներ է կառուցել եւ Բերկրիի ջրերով ոռոգել հարակից տարածքները։ Արձանագրությունը բնականաբար հիմա թանգարանում է, Ստամբուլի թանգարաններից մեկում։ Բերկրիում հիմա հայեր չկան, իսկ եթե կան, քիչ են, ապրում են ծածուկ, այսպես կոչված թաքուն հայեր են։ Baba, mama, Ermeni, İzzet, Kore Cemal, Cemal-i Senemi, Xalqi, Vani, Nava, Türkadım benim, ez Kurdum. Զուգադիպություններ, թե մեր զրուցակիցների կողմից հաճոյանալու հնարք, բայց ջրվեժի հարևանությամբ գտնվող սրճարանի աշխատակիցն իմանալով մեր ով լինելը, անկեղծացավ։ Ասում է, ես քուրդ եմ, բայց ծնողներս հայ են եղել։ Անուններ է տալիս, ինչ-որ բան պատմում կոտորածների մասին ու վերջում եզրակացնում, որ ինքն էլ է հայ, երեխաներն էլ հայ են։ Գուցե։ Çocuk Ermeni. Kurd Ermeni, Kurd Ermeni. Yes, hayır. Yes, hayır. Yes, hayır. Ժամանակ ու հաղորդակցվելու միջոց չկա վերջնականապես պարզելու, բայց որ իսկապես ներկայիս Թուրքիայում բնակվում են բազմաթիվ բռնի կամ ինքնակամ իսլամացած հայեր, ովքեր ապրում են քրդերի կենցաղով, խոսում քրդերեն ու նրանց մի մասը կամաց վերադառնում է արմատներին ու գիտակցում էթնիկ ինքնությունը, փաստ է։ Հայրի հեռանալուց հետո Բերկրին նույնպես մնաց հիմնականում քրդերին, ու քրդերը հայոց ցեղասպանության տարիներին նույնպես մասնակցել են թալանին, կողոպուտներին, կոտորածներին։ Չնայած պիտի հիշենք, որ օրինակ 1896 թվականի Վանի առաջին ինքնապաշտպանությունից հետո
երբ կոտորածներ սկսվեցին հարակից գավառներում Շատախ, Մոքս, Ոստան, Հայոց ձոր եւ այլն, Բերկրին անկորուստ մնաց շնորհիվ հայթարանցի աշիրապետ Գոբ Մեհմեդի։ Այս անգամ մի տեսակ քրդական թեմային շատ անդրադարձանք, բայց դա իրոք անխուսափելի էր։ Նրանք այսօր իրական ուժ ու մեծամասնություն են կազմում երբեմնի արևմտյան Հայաստանում, ու մենք էլ, թեկուզ երազանքներում, պիտի անպայման հաշվի նստենք նաև նրանց հետ, ոչ պակաս քան թուրքերի։ Բերկրի անունն այժմ չկա, թուրքերը կոչում են Մուրադիե։ Բերկրին հոսում է, գահավիժելով սպասում նոր ժամանակների։ Մենք էլ շարունակում ենք մեր ճամփան Բերկրի գետի հոսանքնի վար, դեպի հայոց ծովակը։ Վաղը կտեսնենք Վանը։